Աչքով երևում է, որ աննախադեպ քանակ է, չէ՞, նորակառույցների։ Ես վերջերս ընդ որում դնում եք շատ է, մի հատ հլը փորձեմ արհեստական բանականության հարցեր տամ մի քանի հատ տենամ ինչ է կատարվում, ոնց է փոխվում կառույցների քանակը տարիներից։ Գնացինք, զրուցեցի, ուրեմն նայեք, ինքը կարացավ ասի 2018-ից մինչև 2023 թիվ ինչ է կատարվել։ Ուրեմն 2018 թվին 2300 բնակարան է հանձնվել, իսկ 2023 թվին 10,000 բնակարան։ Ընդ որում դա ամբողջ Հայաստանով Երևանի վրա գալիս է մոտավորապես 60%, մնացած 40%-ը մնացած քաղաքներում։ Հիմա ընդհանուր 18 թվից մինչև 23 թիվ կառուցվել է 32,700 բնակարան հանձնվել, որից 60%-ը, այսինքն 60-ից էլ շատ է, 20-ից 25,000 բնակարան Հայաստանում, ուրեմն 18-ից մինչև 23 թիվ, իսկ 18-ին եղել է 23,000, 23-ին 10,000, այսինքն ինչքան 4 անգամ, 4-ից մի քիչ շատ անգամ աճել է 5 տարվա ընթացքում։ Ընդ որում հաշվի առեք, որ այդ տարիներին մեջ մտնում է պատերազմի օրերը։ Խոսքով սենց։ Լավ։ Ողջույն։ Անահիտը չկա այսօր, որտև այդ պաշտետը առավոտից սարքեց, հետո իրան սարքեց, հետո ինձ համար սարքեց, մի խոսքով շատ հոգնեց, պաշտետը շատ երկար ծավալուն աշխատանք էր։ Ասեցի լավ, հասկացա չեմ նեղանա, կգնամ։ Դե ես ուշ վեկացա։ Այդ վաղտի չնեմ մի հատ մեքենան լվամ, ամսի 12-ն է, 18-ն է, 12 աստիճան է, դե ուշ եմ դուս եկել տենում եք 15-ը, Լվովյանի վրա են սոսկալի փոսերը ինչ-որ ձևով լցրեցին, ոնց են լցրել չեմ հասկանում, ես տպավորությունը ոնց որ ձեռքով է ինչ-որ բան արած, մի խոսքով են սոսկալին չի, երբ արեցին, ոնց արեցին, չտեսա, չիմացա, ես ասենք ստեղ, երև ինչ-որ փոքր տեխնիկա են բերել, դե համնայդեպս ժամանակավորի համար լավ է, պրծանք էդ սոսկալի տանջանքից, հատկապես երեկոյան մթանը որ գալիս ես, շատ ծանր էր։ Ասենք գայի փողոթը։ Համաձայնվեք, հաճելի է զգալ, որ լրիվ անտեր չի քաղաքը։ Չէ, իհարկե, անտեր չի։ Հետևում են, արձագանքում են, իհարկե թերություններ կլինեն միշտ էլ, բայց ընդհանուր դեպի լավն է, ինչ ուզում եք ասեք։ Դե ես նկատի ունեմ ես քաղաքային վիճակը, իհարկե չհաշված ես նորակառույցների լրիվ անհետ վիճակը։ Հիմա կհարցնեք, բայել ինչ մնաց։ Չէ, մնաց։ Բակերը, ճանապարհները, էլ ինչ կա լավ։ Այգիները, այո, այգիները ահագին վերադարձում են քաղաքին։
Խոսքով տենանք մտանք միասնիկյան իմիջալոց ես մեր Լվովյան փողոցի հետ շատ հետաքրքիր պատմություն ստացվեց ուրեմն անցյալ տարի այդ փողոցը ասֆալտապատեցին վերանորոգեցին մի խոսքով ավելի ճիշտ կլինի տենց ասեմ բայց ամբողջ Լվովյանը չէ այն մասը, որը գայի պողոտային մոտիկ էր, կեսից սկսած դեպի մեզ, ոչ մի գործ չարեցին, դե համարել է, որ էդ լավ էդ ումա պետք, ու հիմա ուրեմն, էդ անցյալ տարվա վերանորոգածը բոլորը քանդվել էր, սոսկալի ճանապարհ էր էդ սկիզբը Լվովյանի, իսկ մեր մոտ ամենատավար լավ էր, հենց այդ կեսը անցնում էի, արդեն հանգստանում էի էդ սոսկալի փոսեր չկար էլի այսինքն այն ինչ որ մենք վախտին շատ դժգոհ էինք որ մեզ անտեսեցին պարզվեց այդ լավ էր որտեվ այս սկիզբը վերանորոգել էին դե այդ անորակ ասֆալտով ինչպես պարզվեց ասենց նենց որ ամեն ինչ որ կյանքում կատարվում է գիտես վերջը ինչ է ալնելու անսպասելի բաներ են լինում Այդ իմիջալոց Անահիտը նկատեց, որտեղ անցյալ տարի ինքը անդադ բողոքներ էր գրում, ինչի մեր քեսը չեք անում եւ այլն, ու հիշել էր, լավ արև արդեն, հա։ Այնտեղ նայեմ մեկ վերևը Մայրը Հայաստանի տակը։ Էլ ինչ որ Փարիզ են կապել, գնաս շինարարություն, հա, նախատեսվում։ Հենց երիտասարդական պալատի տակ։ Աբովյան Սայատնովա խաչմերոք Այսօր վարպետի մոտ էի ուզում մեքենան տանեի, բայց տեսա յուղը հələ փոխելը շուտ է իմ մոտ ուրիշ հարցով էի գնալու, ասեցի լավ թող յուղը փոխելու ժամանակն էլ գան որ գնամ Այս ապակո քրտնելն է անհանգստացնում ստերևիտին ինչ-որ մի ֆիլտր կեղտոտվել է ինչ է եղել Սայատնովան անցնենք ու դե կթեքվենք Թումանյան գիտեք Այս ամառայինի տարածքն է Ժողովուրդ ջան, այս խճանկարը եթե մեկը գիտի ով է հեղինակը Խնդրում եմ գրեք, որտեղ ես գիտեմ մեր նայողներից շատերը կան, որ շատ լավ հասկանում են, գիտեն ստեղի արվեստը, իրանք էլ են արվեստագետներ, այս արջևը սենց ջուր էր էլի, շատ հաճելի տարածք էր ստեղ, այ լավ չեմ հիշում, վերևից կարող է ջուր թափում էր, այս մազայիկան ջրի հետևները, չեմ հիշում այդ մասը, Եթե հիշում եք, էդ էլ գրեք, որ ստեղ ջուր էր այս մասում, սենց ջրավազան էր, էդ հաստատ եմ հիշում, բայց էդ վերևից գալիս էր, թե չէ, էդ մասը не помню։ Դե լավ, դուրս գանք։ Այս ճանապարհը փակել են, ընդեղից տղաները գոռացին Հոպար ստեղովիչի գնա Դեշնեն գնանք ինչ ասում Ստեղով Չեն փակել են սրճարանը երև ինչ-որ լավ էսա դուրս գանք կհասկանանք Ես էլ ինչ կլնե ես ամառային Աստված գիտի Հա, սենց լուրջ աշխարից անջատել են ամառայինը Կարող է քանդելու են, որտև սրճարանի ռեմոնտի համար այս Փարիզը շատ ավելի ցածր էր, հիմա ինչ-որ կասկածելի բոյով է, չէ՞։ Այն կողմերից եկա, այս Աբովյան փողոցը, դիմավորենք, չէ՞, ժողովրդին։
երաժիշտը չկա, հա, այսօր։ Քամի է։ Տակիրա ձայնի վրա անդրադառնում է։ Ռուսական թատրոնը էս CDF-ական։ Հա, հիմա Օլիմպիական կոմիտեն աստեղ էնել ընդեղ։ Նաև մեկ Ծառուկյանը երկու հատ սենց աստորեն բարձրահար կա մեկ, ես էլ երկու։ Ես էլ Արմենը Արանցանահիտ, բնակարաբար մռայլ եմ, ողջույն։ Մի հատ հրապարակը շրջենք։ Կարելի է սենց գնալ, հələ որ հրապարակը մի հատ նայենք, հետո կորոշենք։ Ազնավուրը այսքան կինո Մոսկվայից առաջ էր դրած։ Հա, երևի էլ է։ Որտև ընդեղ նստած նայում էինք։ Շատ անշնորհք են քշում, ասեմ ձեզ։ Չգիտեմ ինչի քշես դեպի ինձ։ Հա։ Ժողովուրդը արդեն հանգիստ դուրս է նստում է։ Հաճելի է։ Բայց այդտեղ այսքան նստարան չկար։ Սա նոր են ոնց որ չնայած նայում եմ նստարանները հին են։ Չեմ նկատել։ Թե այսքան մարդ նստած չի եղել ոչ մի անգամ։ Այս շենքն էլ սենց մնաց ու մնաց անտաղանդ ձևի։ Հիշում եք մի անգամ Լևոնին հարցրեցի, ասեց Վարդանյան Լևոնին, ասեց դա սեփականություն է, լևորը ոչինչ չի անել։ Այս զանգակն է գրախանութը հիշում եք, գրատուն, նայեք փետրվարի 19-ին, այսինքն վաղը, հա, այսօր 18-ն էր, չէ՞ ոնց որ, գիրք նվիրելու օր, սա Թումանյանն է պետք է ենթադրել, հա, Թումանյանով մենք կանք Հրանտ Մաթևոսյան այո Թումանյանը իհարկե Այդ մի Թումանյանի քարյակը ինձ համար ամեն ինչ արժի Շատ եմ հավանում, շատ
Հաճախ առավոտյան որ զարթնում եմ, հենց այդ քարյակն է մի անգամից գալիս, մի հատ մտքում արտասանում եմ ու արդեն հենց ուրիշ տրամադրություն է ստանում օրը։ Մալը սենը, հա, ստեղ փոքր բեմ էլ կա, հա, Կուպրին, յամը, քթեք, նայեք այդ քարյակը, հոյակապը են խոսքը չի։ Սպորտ դահլիճ է, հա, մեծ է դահլիճը։ Հա։ Մենակ բոքս են պարապում, թե բոքս։ Հա, ընդեղից երեխաներ էին դուրս գալիս, ասեցին բոքս։ Այսա բաքսյորները գնում են։ Հա, այս էլ արգելաձող է ստեղ, հա։ Այս շենքը, այս մեկը էլ է։ Հեքիաթ կաֆեի շենքն է, լսանց գնանք։ Պետք է որ ինչ-որ հյուսիսայինի կողմերով գնանք երևի։ Դե այս ուղղությամբ են կողմը Թումանյան փողոցն է։ Օ, լնայեք այս բոլորը արգելաձողով մտել են, հա, լծված է, պաստորեն, արդեն արգելաձողով մտնես էլ տեղ չի լինի, սոսկալի է, կոլապս, Համլետը ճիշտ է ասում, կոլապսները դասավորում են այս շենքերով, քաշվում են գրախ։ Հետո որ բարձրաձայնում ես, ասում են, չէ, դրա հետ չի կապված։ Ուղղակի ռայոններից շատ մարդ է գալի աշխատելու, իրանց մեքենաներն է։ Են մի շենքը Թուֆինկյանինցն էր, հիմա էլ է երևի իրանց գրասենյակները տեղ։ Այս էլ դե արդեն հյուսիսային պողոտայի շենքերն են սկսվում, որոնք հաճույքով այս կոլապսը սնում են։ Հա, այս էլ Ծառուկյանի հետ բարձրահարկն է։ Մի հատ էլ այդ Աբովյանի վրայի հյուրանոցն էլ որ կառուցվում է, ավարտել են համարը։ Էդ էլ կաշխատի։ Մի քիչ էլ այդտեղ կոլապսը կչաղանա։ Ինչ է, կոֆեի բաժակներ են։ Ես հետաքրքիր է, սենց տեղեր աշխատում է, ժողովուրդը ոնց է գտնում, գալի մտնում ստեղ։ Բանավ։ Ինչ է տնաս։ Ինչ է վերանորոգման գործեր են անում, կարծում եմ, չեն բացվել դեռ։
Այս հետաքրքիր ծառա չէ։ Շուռա եկե են կողմի վրա։ Ահա։ Այս էլ հյուսիսային պողոտայի շենքի բակ։ Ես ես ասեմ, սա երևի ամենա լավ բակն է այս հյուսիսային պողոտայում։ Այս շենքերում շենքերի համար շատ քիչ են ստորգետնյակ անգարները։ Դրա համար այս բակերում սենց վիճակը էլի։ Այս է թուֆինկյան, որ ասում էի։ Այս աստիճանների ճիչա, այն ռուսական թատրոնն է։ Հիմա գնանք այս ուղղությամբ։ Դե արդեն ավելորդ է հասել, կարծում եմ։ Պատկերացնում եք, որ օրինակ այս մի շենքը ընդհանրապես ոչ մի բակ չունի։ Դրա համար ասեցի, այդ ամենալավ բակն էր։ Beauty bug. Հա, այս Վարշավիրանոցը։ Նենց որ հյուսիսայինի կողմերը կա beauty bug։ Ամեն ինչը տենց վատ չի։ Կալի։ Ստեղ կարծեմ կալյան են ծխում։ Այո, մշուշապատ էր։ Մի անգամ հարցեցի ծխախոտ կարելի, ասեցին չէ։ Են մեկը իբիսն է, այս կողքը ինչ են անում, չգիտեմ, մի բան սարքում են։ Ես էլ էդ Սարոկյան անցն է։ Ու դուրս եկա հին երևանցի փողոց։ Իգիչ այն կողմ, որ գնամ ալեն կտենամ ինչ են անում։ Աբովյանի կողմից լրիվ փակած էր, բան չէր երևում։ Այս Սերավարնյան է։ Այս էլ է հին երևանցին։ Ու ընդեղ հյուսիսայինն է։ Ավելի ճիշտ սկզբի Ստերյանն է, հետո հյուսիսայինը։ Այս լավ ակտիվ ռեստորաններ հիմա տրվում է վարձով։ Yeah, supermarket 88. Հա, այս նոր են բացել։ 88-ը արագ զարգանում է։ Իմիջիալուց մեր Լյուվովյան փողոցի վրա չինար խանութ կար, չէ՞։ Փոխեցին, հեսա կդառնա City։ City-ն առել է չինարը։ Սխեն ես, երաշտությունը սենց բարձր քոքել ես ռեստորանը։ Ես ինչ փոշի ասել մրդ։
Հաստորեն Ալեն Էլենը սա է։ Էլ ուրիշ բան չի երևում։ Հա, էլ է։ Այնտեղ Պուշկին փողոցն է։ Հա, այնտեղ Երևան հյուրանոցն է երևում։ Դրանք ինչ են ասում։ Չէ, Ալեն Էլենը չի, որտեվ սկիզբը գրած է 060723 թիվ, ավարտը 060725 թիվ։ Լավ։ Ուրիշ բան է, այս այդ Ծառուկյանի հյուրանոցն է, այս մեկը Իբիսն է, հա, էլի ոնց որ ստեղ երևում է։ Լավ, պետք է մի հատ էլ Աբովյանից նայել, որ հասկանանք։ Աստորեն Ալեն Էլենը ինչ։ Պետք է ստացվի սրանից առաջ է, հա, են կողմ։ Դեպի ավոն չէ, չեմ պատկերացնում։ Այս Իբիսն է, այս Ծառուկյանն է, հենց ուղիղ մեջտեղը։ Լավ, գնանք Աբովյանից նայենք։ Այնտեղ հյուսիսային կամարի մեջից այս բոլորը ոչ մեկը բակ չունի, այս սաղ շենքերը, բացարձակ։ Բեկեք ստեղից դուրս գանք Աբովյան։ Այս Վիենան, այստեղ շատ ենք եղել։ Այս Իբիսի Ստորգետնյանն է։ Այս էլ մեր տան կողքի փողոցը։ Սկզբից Կամոյի անվան էր, հետո դառավ Լալայանց։ Այս չի աշխատում էլ։ Չեմ ոնց է կարդացվում, թարգմանությունը Սիրամարգ էր։ Իստեղ արդեն մեր հարևանների բնակարաններն էր։ Վաճառեցին կամաց-կամաց ու այս խանութը բացեցին։ Ոնց է կոչվում։ Կարելո դի օրո, հա։ Լավ։ Կարքին չկարացա, Կաստելո դի օրո։ Շատ բարդանում է։ Մեր շենքում էլ փաստորեն առաջի հարգի բոլոր տները բացքի առաջի երկրորդ հարգն էլ հա սաղ շենքը վաճառվել է կամ կարող է մեր նման մեկը վարձակալության ատվել, չգիտեմ։ Չէ, երևի մենակ մերն է վարձակալության։ Մնացածը վաճառած են։ Այս էլ AOX-ի շենքը։ Որի ճակատագիրն հենց որ ասեմ ստույգ հայտնիա չէ։ Հա էլի, նայեք ես, առաջ ընկած ես, կապույտ գույնի որ փագած է, այդ Ալեն Էլենն էր, ճիշտ է ընդհանրեցի էլի փաստորեն, այն շենքը որ տեսանք հետևն է Ալեն Էլենի։ Բայց այդ ոնց է ալնելու տենց երկու հատ իրար կպած, մեջ-մեջքի, հա։ Այս ինչ բարդ տեքստ է։ AOX-ի վերականգնում։ Հա։ Բայց AOX-ը ռուսերեն հապավում է։ Հայերեն ոնց է։ Армянское общество культурных связей, հայերեն։
Այդ հայերենն էլ ինքան բարձր է կարդալ չի լինի։ Փակել են լուսամուտները, մեջը կպած գործ են անում։ Կարող է գիտեք ստեղ ինչ արնելու։ Չգիտեք։ Կանգնիչ։ Ինչ ունեի, պատվեր։ Երեխու է դեր թաշան, երեխու։ Հա, նայում եք։ Այդ շենքը ընդեղ է։ Այսքան տարածք կա Ալենի։ Լավ, դե կսարքենք իմանանք, ես բան չի լինում հասկանալ կարգին։ Ինչ են անում։ Այս մեկը ուրեմն սենց բարձր կառուցեց։ Հիմա պարզա սաղ հավեսի ինգան, ու սաղ ես բոյի ինչ-որ անկապ բաներ են տանգելու, ես Աբովյան փողոցը դառնա ոչ Աբովյան։ Շնորհակալություն։ Աղջիկներն այդ դարդից ծխում են։ Հա, Ալենը ոչ մի ցուցանակ չի կապցրել, որ հասկանանք ինչով են զբաղված։ Կարծում եմ Ալենն ուղղակի վաճառել է նրանց։ Ամենալավը կլինի, այստեղ ոչինչ չկառուցեն, ինչ-որ մի հատ գեղեցիկ բակ կլինի, բայց այտենց հաստատ չի լինի, որտեղ ես Ծառուկյանի շենքը կողքից արդեն ինչ-որ անշնորհք տեսք ունի։ Այսինքն նախատեսում է, որ մի բան կկպցնեն այդտեղ։ Լավ գնացինք, հայր դժվար այստեղ գլուխ անելը։ Հա, ինձ թվաց ռուժա գրած, չէ։ Ֆոգ գ Երկու գյով երևի արդեն մարախուղ չի, չէ, ինչ-որ մի ուրիշ բան է։ Ինչ լավ հացեր են։ Հա, մարդիկ նստած են։ Չէ, վերևն է։ Ստեղ տեղ չկա։ Ծխախոտս կցեմ։ Բարև ձեզ։ Ձեր տարածքը վերևն է, հա։ Այստեղ, այո, այստեղից նախասրահն է։ Ուզում եք տեսնել։ Վերևն է ռեստորանը։ Կարելի է տեսնել։ Համեցեք։ Բարև ձեզ։ Ֆոգ ինչ է նշանակում։ Մարախուղ։ Հա, երկու գյով է, ինձ թվում էր մի գյով է։ Չէ խորհրդանշում։ Սոկոհարարի անվան առաջ։ Ողջույն։ Այստեղ ունենք հատված։ Այո։ Եվ մյուս հարկում։ Հա, ասենց եք հա որոշել։ Լավ է։ Իսկ ինչ տարատեսակներ են, ուտելիքները, ինչ-որ։ Խոհանոցը մեզ մոտ եվրոպական է, ֆյուժն, հեղինակային։ Եվ այստեղ ունենք հատված կարող եք։ Հեղինակը Եվրոպայից է։ Հայաստանից չէ։ Հայաստանից չէ։ Բարև ձեզ։ Այո։ Դե ձեր գործերին հաջողություն։ Շնորհակալություն։ Գիտեք, չէ, այս տարածքում մինչև հիմա ինչ բացվել է, սաղ փակվել է հերթով։ Ռեմբրանդից սկսած։ Դե լավ կլինի դուք մնաք։ Շատ են հավանում հյուրերը։ Հա։ Գուցե ինչ-որ առումով Դու հյուրերը հեչ դուք հավանում եք։ շատ համով է։ Ես Շատ համով։ օրինակ բուրգերներ ես չեմ սիրում, բայց տեղինը շատ համով է։ Հա, բուրգեր ես էլ չեմ սիրում։ Բայց այնքան համով է, պատկերացրեք, տարբեր քաղցր կծու սոուսներով այնքան համով են։ Եկեք մի հատ փորձեք։ Անպայման։
Շնորհակալություն շատ։ Գնացինք։ Սենց մսեր ունեք, հա? Չէ, իսկապես պետք է գալ, որ լավ հասկանալ։ Համեցեք մի օր։ Անպայման։ Ստեսյուն։ Դա։ Ստեղ վերևը բացվում էր, հիշում եք մի անգամ նկարում էի երկչույերը երգում ստեղից։ Լավ։ Ֆոգ։ Հա, ես մյուս գն ինչ-որ ասեց խոհարարի բանն է, հա։ Մի խոսքով հարմարացրել են անունը ինչ-որ մի բանի։ Են երաշտությունը ներսի մի քիչ նեղում էր։ Դրա համար չգիտեմ YouTube-ը ինչ է անելու, որ կարողանամ կհանեմ իհարկե, բայց ես իմ մեկ-մեկ չի լինում հանել։ Ես ինչ բարդ անուն է, Գարեջրի ակադեմիա, էթնոգրաֆ, որ ինչ։ Այն շլավ վերանորոգել են, չէ՞ շենքը։ Էս էլ մեր շենքը, էս փողոցի վրա, փաստորեն, էս մայթում ամենաբարձր շենքը էս AUX-ն էր, ռուսական թատրոններ ընդեղ, նա AUX-ից ցածր էր, էս կողմը դե Երևան հյուրանոցներ ու վերջ։ Էս էլ մեր ընտիր շենքը, բայց ինչքան լավ արեցին այդ վրայի ներկած ռոզնևի գույնը մաքրեցին, շատ գեղեցիկ է դառել։ Հետո պատոհանները բան բոլորը վերանորոգվել է։ Աստորեն մեր շենքի գլխին հա դե իբիսն են որոշ չափով, որտեղ են մի շենքը նայում եք։ Են մի հին շենքը լրիվ հուշատախտակ է շենքի։ Առաջի վատ բանը այս հատվածում Աբովյանի այս շենքն էր, որ սենց տնգեցին ու դրանց հետո սաղ սկսվեց փաստորեն։ Սիգիսը հետո եղավ, դենա Ռիվուշ եղավ, հիմա էլ է տալենել է մի տեղը, աստված գիտի ինչ կանեն։ Այսել Պուշկինը։ Պաբլո, հա՞։ Ընդեղ Սախարովի հրապարակն է։
հասկացա, ռեստորանը, հա, չէ, ստեղը։ Հրուշակեղեն, չէ, վայ, ոստանը վերացել, հա։ Այքեզ վան, հրուշակեղեն։ Պոլնա, հա դե պոլը կար, աստեղից ոստան էինք մտնում։ Ես ոստան ռեստորանը լրի փակվել է, էլ չգամ ստեղ։ Բա կարող է իմանաք ինչ է ալնելու տեղը։ Չեմ կարող ասել։ Չգիտեք, ստեղից էր մուտքը, չէ, ընդերնից էր, հա։ Իրանց այլասկեն կարող են գնալ, եթե ինչ։ Ինչ։ Չինարը, այլասկեն, իրանցն է։ Ալասկան մեկ էլ որը։ Չինարը, այլասկեն։ Չինարը որտեղ է, տենց չգիտեմ։ Մոսկովյան 20։ Հա, հասկացա։ Սա Երեմյանին չէր, Երեմյանին չէր։ Լավ։ Ուրեմն Ալասկան, ահա նույնը։ Շնորհակալություն շատ։ Լավ ռեստորան էր, այն էր մեծ, բակով, բանով։ Մի բան կդառնա հաստատ։ Չի կարա տենց փակվի։ Լավ ինչ։ Դինամիկ քաղաքը։ Այս Դանիելզը ջեկը չի, չէ՞։ Daniel's my brother. Ինչ մեկ։ Բակնացել ես։ Մեծ զեղ չէր, այն զգուշ է պետք լնել։ Այս ինչ է, հա, այս բուրբունքն է։ Ես ինչ թազա բաներ Պրեգոմեշ ինչ կնշանակի ինչ լուրջ կողպեկով բանով վերևն էլ է, ընդեղալ է լավ է սա հասկացանք Բայց ինչով են զբաղվում Արծվասիրտ հա Պրեգոմեշը էր նշանակում Բարև ձեզ Սենց գեղեցիկ Ինչով եք զբաղվում ստեղ Արծաթեղեն եք վաճառում Լավ շնորհակալություն Արծաթեղեն են վաճառում Արծվասիրտ Այս շենքը մոտ հեռվից է պետք նայել Գնամ այն մայթ թե ալարեմ Լավ հետ գնալուց Կփորձեմ են Չէ բայց ես դժվար Լավ այսքանով հլը Յոլա գնանք Բայց ես ինչ է Զարդեղենը սփռվել է Ընդ փոքր տեղ էր Գախնի բաներ են անում Ես այդ հյուրանոցի ռիսեպշնն էր ոնց որ Ես մուտքն է հյուրանոցի ուղղակի շենքի ֆասադը օգտագործել են էլի իրանց այդ հես այստեղից մի քիչ երևում է լուսավորել են անունը ինչ է Արծվասիրտ լավ փոխեցի կամերաս եկա հյուսիսային կամերաս փոխեցի արդեն մտնեց
Բայց ժամը 6:30 է, մեքենաս ասաց 7:30 կտամ։ Եկեք նա ստեղից հլը սուրճ վերցնեմ։ Հա։ Այդտեղ նստեմ խմեմ։ Ինչ լավ է այսօր երաժշտություն չկա։ Լավ է։ Ինչ բեսթսելերը։ Նատ լուրջ զրուցում։ Չէ, եկեք նա հասարակ էսպրեսո վերցնեմ։ Էսպրեսո գլեիստ։ Սկսեց երաժշտությունը, անջատվեցին։ Չէ, ինչ-որ լուրջ բան չէ, մերդ։ Թղթի բաժակները բանով, հավեսս կորավ։ Եկեք են վերև են, այդի բանկի մոտ դուրսը նստեմ։ Հա, բայց է թերը, հա, ես նոր Պուշկին փողոց հասա։ Հա։ Ստեղ հետաքրքիր է դուրս ելնում, հա, նստել։ Հա։ Բայց ծխել երևի չէ, հա։ Լավ մտնեմ մի հատ իմանամ ինչ են ասում։ Շատ պետք է ասեն կանգնած կարակ ծխեք, հա։ Բարև ձեզ։ Դուրսը որ նստեմ կարելի է ծխել։ Կարակ ծխեք, բայց մոխրաման չենք տալիս, էլի, եթե դուք անկեղավ մեր պատասխանատվության չի։ Եվ հասկացա, իսկ կարամ կանգնեմ, չէ՞ ստեղից։ Իհարկե։ Լավ։ Նա ստեղ որ ծխեմ չեն գնդակահարի։ Լավ։ Հələ որ ստենաստեմ, ինչև բերի։ Այս են ստեղ եմ նստած, նայում եմ այս շենքերին, սենց կանգնում եմ Պուշկին փողոցն է երևում, սուրճս հələ չեն բերի, հասկացաք։ Այս սենց պայմաններում սուրճ պետք է խմեմ։ Հենց է մոխրամանը մոտիկա։ Ես էլ հաշիվը, 1210 սաղ իրար հետ։ Եկիչ էլ ոնց որ ասում են սպիտակ մարդու նման։ Խմեմ նստած։ Զանգ տվեցի Անահիտին ասում է մի հատ Արարատի կոմենտը կարդա Հյուսիսայինի մասին։ Լավ ասեցի կկարդամ էլ մի պատմի։ Ես մի հատ կարդամ։ Հա, կարդացի Արարատի գրածը, ինչքան հասկացա այս հատվածի մասին է խոսքը, որը Դենդեղաբովյան փողոցն է, սենց որ գնաք ես շենքի ուղղությամբ, այսենց, հետո թեքվեք ենքում, արդեն ձեցկի միրն է, ու այս մասում լնայեք այս հատվածը, լրի բոլորը մութ է, ես ճիշտն ասած գիտեի, որ սա Արա Աբրամյանինն է, երևի այս տարածքի մասին է այդ Սոգլասիա չեմ անում ինչ, Սոգլասիա Արմենիա։ Հիմա ես ես ասեմ, մի անգամ մենք ստեղ շինարարական ինչ-որ
դե հղկում էինք կատարում, այ ընդեղից էինք մտնում այդ տարածքները, այս Պուշկին փողոցի։ Հեսա մի հատ գնամ այդ կողմը ոտքով մի հատ մտնեմ, կարողա տեսնեմ այդ տեղերը, չնայած ընդեղ ստորգետնյա գարաժ էինք մենք մտնում, հաստոցները, բայց շուտ էր, ուր էինք բարձրացնում, ինչ չեմ հիշում։ Լավ, մի հատ գնանք բոլոր դեպքերում այդ ուղղությամբ, կարծում եմ այդ Սագլասյան այս հատվածն է, էլ ուրիշ բան չկա ստեղ, լայես մասը։ Իսկ մա հասկացակ չէ, որ մասին է խոսքը, են էլ պատկերասրահի շենքն է, ու ընդեղ Աբովյան փողոցն է, լավ։ Եգնանք մի հատ այդ ուղղությամբ, տենանք ներ ինչ-որ անցք մնացել է անցնելու, թե չէ։ Պուշկին փողոց, Հյուսիսային ընդեղ մնաց, մենք ստեղ մնացին, ես ինչ է, ոս, հա? Հա, ես այդտեղ կա անցնելու։ Դե գնանք, վաստորեն այդ իմ ցույց տված հատվածի հետևի կողմը պետք է մտնենք։ Ես ինչերը չգիտենք ինչ է։ Դուրն էլ զանգով էր բացվում, պետք էր զանգը տալ։ Այստեղ պարկինգ է, այդ պարկինգն էինք մտնում, ու ընդեղից հաստոցները բարձրացնում էինք, բայց որ շենքն էինք անում չեմ հիշում այ մարդ։ Ամենադեպս սա այդ հյուսիսայինի վրայի արդեն այդ մութ մասն է ոնց որ թե են էլ պարկինգն է, լավ հլը սենց մթերով գնանք։ Ոնց էր կոչվում կազմակերպությունը, հա, Սոգլասիա Արմենիա, Սոգլասիա։ Այս ինչ տարածքներ են, չէ՞։ Լավ, հլա հանջատեմ մի հատ հասկանալի տեղ հասնեմ նոր միացնեմ։ Ես հազիվ եմ հասկանում ինչա կատարվում։ Մի րոպե մի հատ հետ ցույց տամ։ Այս արդեն փակվեց հետը, հա։ Այս շենքը Պուշկինի վրա է նայում փաստորեն։ Այս, հա, էլի, մի րոպե ես կամերան փոխեմ։ Այստեղից ոնց որ ասեցի, ես դուրս եկա Պուշկին փողոցից, հա։ Այս շենքի տակ են բոշեր խանութներ։ Սա հələ հյուսիսայինի վրա չի, բայց սրա շարունակությունը այն նայեք ընդեղ լրիվ սև ասախ ու կառուցած չի, այ է դա Սագլասյան։ Ստեղ դրա տակը Պումա բան խանութներն էին։ Լավ, հլը սենց գնանք մի հատ, տենանք որտեղ է ձեզքի միրին մի անում այդ տարածքը։ Հա, ստեղ մի հատ լավ սենց կատլավան կա։ Այս մեկը արդեն չեմ հասկանում, ձեզքի միրն է, այսը։ Մի րոպե մի քիչ այն ուղղությամբ գնամ, փաստորեն դեպի Արամի փողոց։ Այս մասը փաստորեն անկյունն է։ Այստեղ միտեղ անկյունը հյուսիսային ու Արամի փողոցի
Իսկ ձեսկի միրի շենքը են բարձր մասը այս հրա հետևն է անգնում։ Եթե հնարավորություն ուներ մի քիչ հեռվից նայեի, կերևար ձեսկի միրը, բայց ստեղից չի երևում։ Այս սաղ տարածքը փաստորեն եկեք մի րոպե մի քիչ էլ գնամ դեպի Արամի, ստեղ արդեն տեղ չկա գնալու։ Ստեղ բրցնում է։ Հա, որ լրիվ պատկերացնեք, սա հին Երևան պրոյեկտն է, Արամի փողոցի վրա, դե պարզա, որ այս մեկը հենց ձեցկի միրի հատվածն է, փաստորեն ձեցկի միրի հետևը այսքան բաներ է, հա, կառուցած, ու մտքով կանցներ։ Մի խոսքով այս տարածքը, եթե ես ամեն ինչ ճիշտ հասկացա, այստեղից սկսած, այս պատը հաստատ ձեցկի միրի պատն է, այստեղից սկսած, մինչև այս 8 տարածքները, այդ բոլորը Արա Աբրամյանինն է, դե հիմա թե այդ սաղ են վերցրել, թե այս կատլավան են ձեռից վերցրել, չգիտեմ։ Ըստ Արարատի գրած տարածքներ ինչքան էր 2000 չգիտեմ ինչքան, այս սաղի համար այդ երևի քիչ է, կարծում եմ։ Լավ, բոլոր դեպքերում այս ինչ-որ ինձ համար էլ էր անսպասելի։ Ընդ որում այս տարածքը, այս որ կատլավան է, հլը տեսեք ինչքան է գնում է, Պարիսպը, նայեք որտեղ է։ Այս Պարիսպը Արամի փողոցի վրա է, այս հին Երևանցու առջևը էլ է։ Բա ժողովուրդ, այսպես տարածքներ, որ բոլորովինս ծավալը ես չէի պատկերացնում։ Այստեղ էլ ինչ-որ բետոնի բաներ են սարքել, բունկերները ինչ-որ։ Դա լավ, ինչ ասում, գնացինք։ Ու այս ամբողջը շատ համաձայնեք խորհրդանշական անուն ունի։ Սոգլասիա։ Այսենց տարածք ու դուրս են գալի Պուշկին փողոց նորից։ Այսա դուրս եկա, հենց ստեղ Արարատ բանկն է, ձեզ Արինցիրի համար ու ստեղել այդ սաղ միստիկ պատմությունները։ Եթե կոպիտ համեմատություն անեմ, ոնց որ Ղարաբաղի հարցը բոլշևիկները վախտին անենց սաղ խառնեցին իրար, որ 100 տարիա չենք կարում գլուխ հանենք, նենց էլ ես տարածքների սեփականությունն է։ Անենց են խառնել սաղ իրար, մեկը մյուսի մեջ, սեփականը շնորհած, չգիտեմ ինչ արած, որ չեն կարում ոչ մի բան կարգին ուղեն։ Իսնումա խառն է շատ, դրա համար էլ ինֆորմացիան տենց ինչ-որ դժվար մեր Արարատը հազիվ ինչ-որ մի բան գտել էր։ Լավ։ Բայց ժողովուրդը նկատում եք ինչ բնազդ ունի, ինչ ուզում եք, ասածը տենց է, մենակ են նախկինների անունները չլսենք, լավ հայր ջան, հրաժեշտան վազեմ մեքենայից, ժամը եկավ, լավ մնաք, միշտ առողջ, առողջ, հետևեք առողջությանը և խաղաղություն ձեր բոլորի օջախների։ Լավ է, հալը այսքան մաս պրկվել է, չէ, մի բան մնացել է Երևանից, ստեղ ընդեղ,
Մարիամ փոչ